Ես դու դասի չես։ Չէ, նախարարություն եմ գնալու։ Ինչ կա որ։ Ուսուցիչների ատեստավորման հետ է կապված։ Նենց ես հարցնում, ոնց որ հասկանալու ես։ Լավների ձայնի առավոտ գիշերով այդ բողոքիդ գիրքը բացեցիր, հա։ Կարո, դու ընդհանրապես քեզ լավ ծնող ես համարում, հա։ Տեսել ես երեխուդ դեմքի վերքերը։ Տեսել ես։ Հա, տեսել եմ, քորճեմ։ Բա որ տեսել ես։ Հարց չի առաջացել քո մոտ ինչ ա եղել, որտեղ ա եղել, ինչ կռվի մեջ ա ընկել երեխեն։ Թե էլի կընկնի ոստիկանություն, մենք երկուսով կգնանք պապայի մոտ, որ երեխուն ոստիկանությունից հանենք։ Մի լավ ոգևորվի, ես գիտեմ ինչ ա եղել։ Խոսացել եմ, գիտեմ։ Բա որ գիտես, ասա մենք էլ իմանանք։ Հորա տախրանի տեղիքից մեկ հետ եմ խոսացել։ Միշան ու Էրոնեն Էդոին են ծեծել։ Ոնց Էդոին ինչ են ծեծել։ Այն Մարիի համար։ Դու տեսնում ես այդ անուշի ու աղջկա նանգլիությունը ուր է հասել։ Այսինքն Մարիի համար։ Իմ կյանքը թունավորում են հերիք չի, իմ այլ երեխուս են անցել։ Կարո ջան, բա որ երեխաս ոստիկանություն ընկնի։ Դերա մի վախեցի։ Հերետնես չի անի որ բողոքի։ Բա որ բողոքի Կարո ջան, դու ես երեխուն քաղմասից անելու։ Այդ հետո հորդ պայստում գցած է։ Մի խառնվի երանգից տեղի։ Քաղմաս չի տա։ Ոստիկանները չեն գա երեխու հետևից։ Լավ էլի, հանգիստ տեղի, հեշտ ես ասում։ Ոնց հանգիստ լինեմ։ Կարո ջան, ոնց հանգիստ լինեմ, եթե ամուսինս ու տղաս իմ ամենամեծ թշնամուն են պաշտպանում։ Որ Աստված ջան, կլինի մի օր, որ դու այդ Անուշին ու մեկ էլ այդ Մարին չհիշես։ Գալու է այդ օրը թե չէ։ Երազում եմ այդ օրվա մասին, բայց չի ստացվում Կարո ջան, որովհետև ամեն առավոտ քո դեմքն եմ տեսնում ու դրանց հիշում։ Արա ինչ անեմ, ելնებ տնից գնա, որ դու քեզ հանգիստ զգաս։ Գնացող լինեի շուտ էիր գնացել։ Արա դու նադել ես անունից։ Գալու է այդ օրը, արա մի օր որոշել եմ թքեմ ես ամեն ինչի վրա ու հետ։ Այսքանի տարի եմ լսում եմ գալու է այդ օրը, մի օր գնալու եմ։ Այդ մի օրը տենց էլ չեկավ։ Երևի օրացույցում չկա դեռ այդ օրը, չեն հնարել։ Դեկտեմբերի 33-ն է ասենք։ Եղք։ Լավա չես իմացել, որ Մարիդ մեքենայի տակ անկել։ Թե չէ պերեդա չի էր վերցնելու, գնա իր երեխայի տեսակցության։